Երբ պետությունը լռում է, դա երբեք պարզապես լռություն չէ, լռությունը միշտ հաղորդագրություն է և միջազգային քաղաքականության մեջ լռությունը հաճախ թարգմանվում է որպես թուլություն, անորոշություն կամ համաձայնություն։ Այսօր Հայաստանը գտնվում է հենց այդ վտանգավոր կետում։ Այն պահին, երբ Ադրբեջանը խոսում է շատ բարձր և վստահ, Հայաստանը սահմանափակվում է կարճ, ընդհանուր ու անորոշ ձևակերպումներով։ Սա դիվանագիտություն է, թե լրջագույն սխալ, որի հետևանքները դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում։ Ադրբեջանը վաղուց հասկացել է տեղեկատվական պատերազմի արժեքը։ Նրանք աշխատում են ոչ միայն սահմանին, ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլ նաև բառերի դաշտում։ Բաքվի պաշտոնական և կիսապաշտոնական լրատվամիջոցները օրեր շարունակ կրկնում են նույն միտքը՝ իրականությունը արդեն ձևավորվել է, հարցերը փակվում են, գործընթացը անշրջելի է։ Երբ մի պետություն անընդհատ կրկնում է միևնույն թեզը, դա դառնում է ոչ թե կարծիք, այլ ընդունված իրականություն, և հենց այստեղ է խնդիրը։ Հայկական տեղեկատվական դաշտում գերակշռում է լռությունը կամ պաշտպանողական արձագանքը։ Մենք հաճախ ոչ թե առաջ ենք խոսում, այլ փորձում ենք ուշացած ձևով հակադարձել արդեն տարածված նարատիվին, բայց քաղաքականության մեջ ուշացած խոսքը գրեթե միշտ պարտություն է։ Պատմությունը չի սպասում, տեղեկատվական դաշտը դատարկ չի մնում։ Եթե դու չես լցնում այն քո փաստերով, քո ձևակերպումներով, քո օրակարգով, այն անպայման կլցնի քո հակառակորդը։ Այսօր ադրբեջանական մամուլը բաց տեքստով խոսում է վերջնական փուլերի, վերադարձի բացակայության և նոր իրականության մասին։ Այս բառերը պատահական չեն ընտրված, դրանք ձևավորվում են հանրային տրամադրություն ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ նաև միջազգային լսարանի համար։ Մինչդեռ հայկական կողմը շարունակում է խոսել գործընթացներից, քննարկումներից և ընդհանուր խաղաղասիրական ձևակերպումներից, խաղաղասիրությունը կարևոր է, բայց խաղաղությունը երբեք չի նշանակում ինքնալռեցում։ Խաղաղությունը կառուցվում է ոչ միայն զիջումներով, այլ նաև հստակ խոսքի միջոցով։ Երբ դու չես ձևակերպում քո կարմիր գծերը, աշխարհը սկսում է մտածել, որ դրանք գոյություն չունեն։ Լռությունը երբեմն կարող է լինել մարտավարություն, բայց լռությունը երկար ժամանակ պահպանելու դեպքում դառնում է վտանգավոր սովորություն։ Եվ ամենավտանգավորն այն է, երբ լռությունը սկսում են ներկայացնել որպես իմաստություն առանց բացատրելու դրա նպատակը։ Հարցը պարզ է. ով է այսօր ձևավորում տարածաշրջանի պատմությունը՝ խոսողը, թե լռողը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական պատերազմում հաղթում են նրանք, ովքեր առաջինն են ձևակերպում օրակարգը։ Հետո բոլորը սկսում են քննարկել հենց այդ օրակարգը, նույնիսկ եթե դրա հետ համաձայն չեն։ Ադրբեջանը այսօր ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Նրանք տալիս են հարցերը, նրանք առաջարկում են պատասխանները, և հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային լրատվամիջոցները կրկնում են հենց այդ բառապաշարը։ Հայաստանը հաճախ հայտնվում է պաշտպանվողի դերում։ Մենք փորձում ենք բացատրել, ուղղել, հերքել, բայց այս ամենը տեղի է ունենում արդեն ձևավորված դաշտում։ Երբ դաշտը ձևավորված է ուրիշի կողմից, քո շարժման հնարավորությունները սահմանափակվում են։ Սա չի նշանակում, որ պետք է աղմկել կամ սպառնալ, սա նշանակում է, որ պետք է խոսել հստակ, հասկանալի և համակարգված։ Խոսել ոչ միայն ներսի համար, այլ նաև դրսի։ Այսօր միջազգային լսարանը չի սպասում մանրամասների, նրանք սպասում են պարզ թեզերի, և եթե այդ թեզերը չենք տալիս մենք, դրանք տալիս են ուրիշները։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները պարտվել են ոչ թե պատերազմում, այլ տեղեկատվական դաշտում, երբ իրական զիջումները ավելի փոքր են եղել, քան այն պատկերը, որը ձևավորվել է աշխարհում։ Հայաստանի խնդիրը միայն արտաքին չէ, խնդիրը նաև ներսում է։ Երբ հասարակությունը երկար ժամանակ չի լսում հստակ պատասխաններ, սկսում է կորցնել վստահությունը, սկսում է տարածվել կասկածը, իսկ կասկածը թուլացնում է ցանկացած պետություն ներսից։ Լռությունը չի հանգստացնում հասարակությանը, լռությունը ստեղծում է լարվածություն, և այդ լարվածությունը մի օր կարող է պայթել ամենաանպատեհ պահին։ Հետևաբար հարցը այլևս միայն Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների մասին չէ, խոսքը պետական հաղորդակցության մասին է, խոսքը այն մասին է, թե ով է խոսում մեր անունից։
Եթե մենք չենք խոսում ինչ-որ մեկը անպայման կխոսի մեր փոխարեն և հազվադեպ է պատահում, որ այդ խոսքը լինի մեր օգտին։ Այս պահին ընտրությունը պարզ է կամ Հայաստանը շարունակում է լռել հույս ունենալով, որ լռությունը կփրկի իրավիճակը, կամ սկսում է ձևակերպել իր դիրքորոշումը հստակ, առանց երկիմաստության։ Սա կոչ չէ պատերազմի, սա կոչ է խոսքի, որովհետև լռությունը խաղաղություն չի ապահովում։ Խաղաղությունը ապահովում է հստակությունը, և պատմությունը միշտ հիշում է նրանց, ովքեր խոսել են ժամանակին, նաև հիշում է նրանց, ովքեր լռել են շատ երկար։